Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է։ Այսօր Փարիզում վարչապետը կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին, իսկ վաղը կմեկնի Ստրասբուրգ։ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաներով տեղափոխվող բեռը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2.4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, մոտ 600 կիլոգրամ թեյ, ինչպես նաև շուրջ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ։ Նշվում է, որ օգնությունն ուղղված է Իրանի բնակչության ընթացիկ կարիքների ապահովմանը։ Հիշեցնեմ, որ ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը սպառնալիքներ էր հնչեցնում Իրանի հասցեին, իսկ Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակվում են Իրանի նկատմամբ կոշտ տարածքային պահանջներ։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շրիղոլամին հայտարարել է, թե Թեհրանը ոչ մի պատճառ չունի անօդաչու թռչող սարքով Ադրբեջանին հարվածելու համար։ Եթե նման որոշում լիներ, ճշգրիտ կհարվածեին թիրախին, ինչպես հարվածեցինք որոշ ամերիկյան բազաներին և Իսրայելին։ Ուստի միջադեպը կասկածելի էր, իսկ Ադրբեջանի արձագանքը անհամաչափ և անբայրացկամ։ Նրանց արձագանքները պատճառ հանդիսացան, որ մեր ռազմական հրամանատարությունը զգուշացնի Ադրբեջանին, որ եթե նրանց տարածքից Իսրայելի ռեժիմը հարձակվի Իրանի վրա, արձագանքը կլինի անհապաղ և վճռորոշ։ Նրանց բարձրացրած աղմուկ աղաղակը միանգամայն անհիմն էր և սին, ասել է Իրանի դեսպանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Իրանի դեսպանին Թուրքիայի երկնքում իբր իրանական հրթիռը խոցելուց հետո։ Գերատեսչությունում դեսպանից բացատրություններ են խնդրել, ապա փոխանցել են միջադեպի վերաբերյալ մտահոգությունները։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրենց երկրի օդային տարածքում իրանական բալիստիկ հրթիռ է խոցվել։ ՀՕՊ-ի աշխատանքի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Վերադառնանք Հայաստան, այս տարվա փետրվարին Հայաստան է այցելել 121.285 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջային այցելությունների թիվը 4000-ով ավելի է։ Այս փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից 37%, Վրաստանից 14% և Իրանից 8%։ Կոմիտեն տվյալներ է ներկայացրել նաև զբոսաշրջիկների տարիքային խմբերի մասին։ Ըստ այդմ, այս տարվա փետրվարին, ինչպես և նախորդ տարի, Հայաստան ավելի շատ այցելել են 35-ից 44 տարեկան մարդիկ։ Հիշեցնեմ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախորդ ամիս հայտարարել էր, որ զբոսաշրջային հոսքերի առումով 2026-ի հունվարը ռեկորդային է եղել։ Տեղափոխվենք մարզաշխարհ, սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը բաց կթողնի աշխարհի գավաթի խաղարկության 3-րդ փուլի մրցաշարը, որը մեկնարկում է այսօր Թուրքիայի Անտալիա քաղաքում։ Ֆեդերացիայի տեղեկություններով տարածաշրջանում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով ազգային հավաքականը չի կարողանում վերադառնալ Կատարում անցկացրած մարզական հավաքից, ինչի հետևանքով չի մասնակցի մրցաշարի 3-րդ փուլին։ Հավելեն, որ Հայաստանի հավաքականը բաց էր թողել նաև աշխարհի գավաթի 2-րդ փուլը, քանի որ այն անցկացվում էր Բաքվում։ Սենթ Լուիսում ընթացող Ամերիկայի գավաթ 2026 շախմատի մրցաշարի ընտրական եզրափակիչում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը 2.5-1.5 հաշվով հաղթեց ամերիկյան հավաքականի առաջատար Ֆաբիանո Կարուանային։ Այս արդյունքով Արոնյանը դուրս եկավ գլխավոր եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Ուեսլի Սոն։ Վերջինս կիսաեզրափակիչում հաղթել էր ամերիկահայ Սամուել Սևյանին։ Եզրափակչի առաջին մրցախաղը կմեկնարկի այսօր Երևանի ժամանակով ժամը 21:30-ին։ Այսքան այժմին կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։